Կարիբյանի ծովահենները մեզ հիշեցնում են առասպելներ, արկածներ, փորձություններ, գեղեցիկ փիլիսոփայություն եւ մեր բոլորի սիրելի հերոս՝ Ջեք Ճնճղուկի Նավապետ Ջեք Ճնճղուկ յուրօրինակ կինոմուտքերը, որոնք յուրաքանչյուրն իր ձևով հիասքանչ են։ Այսօր մենք կփորձենք ավելի մանրակրկիտ ներկայացնել, թե երբ եւ ինչպես ստեղծվեց այս պատմությունը եւ իրականում ինչի մասին էր պատմում Կարիբյան ծովի ծովահենների ֆիլմաշարը։ Թեդ Էլիոթն ու Թերի Ռոսիոն առաջինը պատկերացրին ծովահենների աշխարհը ոչ թե որպես մոռացված, այլ նորից ծնվող ժանր։ Ֆիլմի գաղափարը ծնվեց Դիսնեյի հայտնի ատրակցիոնից։ Սցենարիստները ցանկացան նրա զգացողությունները տեղափոխել մեծ էկրան, ստեղծելով մի պատմություն, որտեղ հումորը, կախարդանքն ու արկածախնդրությունը միահյուսվում են։ Նրանց նպատակը պարզ էր, բայց համարձակ վերակենդանացնել ժանրը, որը կարծես կորցրել էր իր փայլը, եւ հանդիսատեսին վերադարձնել այն ազատության ու անսահման հնարավորությունների մթնոլորտ, ինչը մարդիկ զգում էին ատրակցիոնում։ Ծովահենների մասին մեր գիտելիքները գալիս են թե պատմությունից եւ թե առասպելներից։ Իրականում նրանք ծովային ավազակներ էին, որոնք կողոպտում էին առևտրական նավերը, բայց կա վարկած, որ նրանք պարզապես անկազմակերպ ավազակներ չէին։ Շատ դեպքերում նրանք կարող էին լինել պետությունների կողմից գաղտնի աջակցվող խմբեր, պրիվատիրները, այսինքն պետության կողմից թույլատվություն ստացած ծովահենները, գործում էին որպես ռազմական գործիք, թույլատնելով հակառակորդի տնտեսությունն առանց պաշտոնական պատերազմ հայտարարելու։ Այսպիսով ծովահենությունը հաճախ վերածվում էր պետությունների միջև ստվերային պատերազմի։ Սակայն ծովահենները միայն քաղաքական գործիք չէին, նրանք նաև մշակութային հեղափոխականներ էին։ Նավի վրա նրանք ստեղծում էին իրենց փոքրիկ հանրությունը, որտեղ ավարը բաժանվում էր հավասար, որոշումներն ընդունվում էին համատեղ, եւ նույնիսկ կապիտանը կարող էր փոխվել, եթե կորցնում էր վստահությունը։ Ծովահենական նավերը երբեմն դառնում էին ժողովրդավարության առաջին փորձադաշտերը, որտեղ իշխանությունը հիմնվում էր ոչ թե ծնունդի կամ տիտղոսի, այլ ընտրության եւ վստահության վրա։ Ավելին, նրանք իրենց մասին պատմում էին անհավանական պատմություններ։ Գանձերի քարտեզներ, անիծված նավեր, կախարդական ծովեր։ Այդ պատմությունները դարերի ընթացքում դարձան փոփ կուլտուրայի հիմք, գրականություն, թատրոն եւ կինո։ Կարելի է նույնիսկ ասել, որ ծովահեններն առաջին սև շուկայի ստեղծողներն էին, որտեղ օրենքները փոխվում էին ուժով, վստահությամբ կամ գաղտնի պայմանավորվածություններով։ Իսկ անկախ ծովահենները մարտահրավեր էին նետում կայսրություններին, ցույց տալով, որ ծովում հնարավոր է ապրել առանց պետական վերահսկողության։ Նրանք միաժամանակ հանցագործներ եւ ազատության խորհրդանիշներ էին։ Այս հակասությունն է, որ մշակույթում նրանց դարձրել է խորհրդանշական։ Այն ժամանակ մարդիկ երազում էին ազատության մասին եւ դա կապում ծովահենությանը, գիտակցելով, որ դրա գինը վտանգն ու անօրինությունն է։ Իսկ հիմա եկեք ուսումնասիրենք Կարիբյան ծովահենների ֆիլմաշարը եւ տեսնենք, թե ինչպիսի մեծ գաղափարներ կան դրված նրա մեջ ու ինչպես է այն դրանց հետ մեկտեղ մեզ պատմում այս մեծ պատմությունը։ Առաջին ֆիլմում մենք տեսնում ենք, որ պարոն Գիբսը նավարկում է Ջեյմս Նորինգթոնի հետ, կոմանդորի, իսկ մի քանի տարի անց նա դառնում է ամենահայտնի ծովահենի, կապիտան Ջեք Ճնճղուկի ամենահավատարիմ օգնականը։ Հենց այս կերպարն է մեզ ցույց տալիս, թե ինչպես են անգլիական նավատորմից դուրս եկել շատերը եւ դարձել ծովահեն, ամեն մեկն իր դրդապատճառով։ Իսկ ինչ փիլիսոփայական միտք ուներ առաջին ֆիլմը։ Այնի տարբերություն մեզ հայտնի ծովահենների մասին պատմող ֆիլմերի ոչ թե գանձեր գտնելու մասին էր, այլ արդեն իսկ գտած եւ անիծված ազտեկների գանձերը հետ վերադարձնելու ցանկության մասին։ Սա ավելի վեհ մի բան է դառնում, եւ այդ գաղափարն իմացողը կապիտան Բարբոսային ու իր ծովահենների արարքներն այլ համատեքստում է ընկալում։ Օրինակ, երբ ռմբակոծում էին քաղաքը կամ առևանգում Էլիզաբեթ Սուոնին, նրանք պարզապես փառքի կամ գանձի հետևից գնացող ավազակներ չէին, այլ իրենց սխալն ուղղելու եւ կրկին մահկանացու դառնալու նպատակով պայքարող մարդիկ, քանի որ անմահության անեծքը նրանց ոչ մարդ եւ ոչ էլ մեռել էր թողել, ու ոչինչ այլևս նրանց հաճույք չէր պարգևում։ Ու ինչքան ծախսեցինք,
այնքան սկսեցին գիտակցել, որ խմիչքը չի հագեցնում, ուտելիքը փոշի է դառնում բերանուն, եւ աշխարհում ոչ մի կին չի անթեղում մեր գիրքը։ Մենք անիծյալ մարդիկ ենք, օրիորդ թռներ։ Նախ ֆիլմն անդրադառնում է ազտեկներին, հղում անելով պատմության առասպելներին, ապա ցույց է տալիս ագահության գինը, իսկ հետո դրա հետևանքներն ու դրանից քաղած դասերը։ Այդտեղ Ջեքն այն կերպարն է, ով երկու կողմին կապում է միմյանց։ Նա օգնում է Վիլյամ Թռներին փրկել Էլիզաբեթին, հետո նրա միջոցով ծովահեններն ազատվում են անեծքից, քանի որ նա էր գտել իրական թռներին, իսկ վերջում իրագործում է իր նպատակը՝ վրեժ լուծելով Բարբոսայից։ Ջեքն այն կերպարն է, որ միայն իր խաղն է խաղում խորամանկության, իր լծակները ճիշտ կիրառելու միջոցով։ Նա մեզ ցույց է տալիս, որ կապիտանը ոչ թե նրա համար, որ նավ կամ թիմ ունի, այլ նրա համար, որ գիտի ինչ է ուզում։ Ու ընդհանրապես, երևի նա միակ կապիտանն էր, որ հենց ֆիլմի սկզբից չուներ ոչ նավ եւ ոչ էլ թիմ, բայց շարունակում էր մնալ կապիտան Ջեք Ճնճղուկը։ Շարունակենք վերլուծել ֆիլմաշարն ու անցնենք երկրորդ ֆիլմին։ Այստեղ Դեյվիդ Ջոնսն է հայտնվում եւ մենք իմանում ենք, որ նա փնտրում է Ջեքին ու նրա ժամանակը եկել է ըստ իրենց պայմանավորվածության։ Այս պատմության ընթացքում պարզ է դառնում, որ Ջոնսը միշտ այդպիսին չի եղել։ Նախկինում նա գեղեցիկ տղամարդ է եղել, որ սիրահարվել է ծովային աստվածուհուն Կալիպսոին, ապա չկարողանալով նրա սերը վայելել, որոշել է սիրտը հանել եւ դնել սնդուկի մեջ ու ծովում մահացածների հոգիները ճանապարհել դեպի իր զնդանը, սակայն նա իր գործառույթը չի կատարել ու դրա համար էլ այդպիսի շերեփուկավոր մեկն է դարձել, կարծես ձուլվել է ծովին ու մամրակալել։ Ծովահեն դառնալուց մարդիկ նպատակներ են ունենում, ոմանք չեն կարողանում կարգուկանոնով ապրել, որոշները գնում են արկածների հետևից, որոշները փառքի, մի մասն էլ սիրու, եւ ծովը դառնում է անորոշ մի վայր, որտեղ ամեն բան հնարավոր է, քանի որ այն իր անորոշությամբ անverջ հնարավորություններ է խորհրդանշում։ Իսկ Ջոնսն այն կապիտանն է ու այն մարդն, ով գնացել է այդ ծովի գայթակղության, սիրո հետևից, սակայն չի համակերպվել իրականության հետ ու չի ընդունել անպատասխան սիրո գաղափարը։ Այդ իսկ պատճառով էլ նա դարձել է այն, ինչ մենք տեսնում ենք։ Կալիպսոն էլ այն կինն է, ում նա սիրահարվել է։ Նա ըստ դիցաբանության ծովի աստվածուհին է։ Այսպիսով դա խոսում է այն մասին, որ ծովի եւ կնոջ միջև զուգահեռ է տարված, ու Ջոնսը չհասնելով Կալիպսոին, մնում է փիլիսոփայական կնոջ, ծովի հետ, չկարողանալով թողնել իր սերը։ Իսկ Ջեքն այս պատմության մեջ այն մարդն է, ով մինչև վերջ ամեն գնով պատրաստ է պայքարել իր հոգու ազատության համար, քանի որ Ջոնսի պայմանն այն է, որ Ջեքը պետք է տա իր հոգին ու մարմինը նրան ծառայության, ու նրա պես դառնա նավի մի մաս, սակայն Ջեքը որքան էլ սիրի ծովը եւ հավերժ ցանկանա նավարկել, որքան էլ Ջոնսի հետ նա դառնա անմահ եւ լինի միշտ ծովի վրա, միևնույն է ինչ որ մեկին ծառայելու է, իսկ դա նրա համար չէ։ Այս ֆիլմում Ջեքի կերպարը ներկայացնում է մարդու, ով ամբողջովին չգիտի, թե իրեն ինչ է պետք։ Սակայն մի բան պարզ է, նա ոչնչից կախում չպետք է ունենա։ Այս պատմությունը եզրափակվում է երրորդ ֆիլմով, երբ նա Էլիզաբեթի պատճառով հայտնվում է Ջոնսի զնդանում։ Սակայն Բարբոսայի գլխավորությամբ մահկանացուների աշխարհից գալիս են մեռյալների աշխարհ, Ջեքին հետ վերադարձնելու նպատակով։ Դա ցույց է տալիս, որ նա այնքան է պետք մահկանացուների աշխարհին, որ մի խումբ ծովահեններ իր համար պատրաստ են այն աշխարհ գնալ։ Այս ֆիլմում է, որ Էլիզաբեթին թագավոր են ընտրում։ Հենց դա էլ ցույց է տալիս ծովահենների ժողովրդավար լինելը։ Իսկ չորրորդ ֆիլմն արդեն մեզ պատմում է կյանքի աղբյուրի մասին։ Հավերժական կյանքի գաղափարն է առաջ քաշվում, դրանով ավելի հետաքրքրացնելով ամբողջ ծովագնացությունը, ծովահենության նպատակն ու նրա գաղափարը։ Մենք կրկին տեսնում ենք ծովահեններին, որոնք շատ ավելի կարևոր նպատակի համար են նավագնացության մեջ, այլ ոչ ինչ որ սովորական ավազակների։ Եվ այստեղ տեսնում ենք նախկին ծովահեն կապիտան Բարբոսային անգլիական թագի ներքո ծառայելիս։ Դա մեզ ցույց է տալիս ծովահենի եւ պետության կապը ու մեկ այլ պետության՝ իսպանացիների հետ Անգլիայի մրցելու ցանկություն։ Ֆիլմն ավելի է արժևորվում, երբ կյանքի աղբյուրի գաղափարը կապվում է կրոնի հետ։
Ֆիլմի ամբողջ ընթացքում հոգու փրկության մասին է խոսվում։ Ոմանք հավատում են հեթանոսական գաղափարներին, կյանքի աղբյուրին, հավերժ ապրելուն ջրի միջոցով։ Եվ այդ ամենին զուգահեռ քահանան, որ այդ ֆիլմի վառ կերպարներից է, խոսում է հոգու հավերժ ապրելու կարևորության մասին, այլ ոչ մարմնի, եւ հենց այդ երկու գաղափարների բախումն է, որ հետաքրքրացնում է սյուժեն։ Իսկ իսպանացիներն այդ համատեքստում հեթանոսության եւ դրա խորհուրդներից մեկի, կյանքի աղբյուրի տաճարի քանդողներն են դառնում ու կրոն մեծարողները։ Վերադառնալով Ջեկին պետք է ասեմ, որ նա հասկանում է կյանքի աղբյուրի գաղափարն իր ձևով ու հետաքրքիր դաս է քաղում այդ ճանապարհորդությունից։ Նա կարող էր խմել ջուրն ու անմահ դառնալ, բայց փրկում է իր սիրելի Անժելիկային, եւ վերջում Գիբսին ասում է, որ չխմեց ջուրը, քանի որ նրան դուր է գալիս իրական ու բնական կյանքը, որտեղ հետաքրքրությունն այն է, որ չգիտես, թե երբ կլինի քո վերջն ու ինչպես։ Նա կրկին ընտրում է ազատությունն ու իմպրովիզը եւ բացատրում է, որ հավերժ ապրելու է, քանի որ հիշվելու է նավապետ Ջեկն իր արկածներով։ Եվ վերջում 5-րդ ֆիլմում մենք տեսնում ենք մի գեղեցիկ զուգահեռ՝ գանձեր փնտրող ծովահենի ու իրական գանձը գտնողի։ Դա Բարբոսան է։ Նա գնում է աշխարհի ծայրը, որպեսզի տիրանա Պոսեյդոնի եռաժանուն եւ կարողանա տիրել ծովին ու նրա ողջ հնարավորություններին, գանձերին, ուժին, փառքին։ Սակայն նավարկության ճանապարհին գտնում է իր աղջկան եւ հասկանում, որ նա է իր ամենաթանկ եւ իրական գանձն ու այդքան տարի չի ճանաչել ու հետաքրքիրն այն է, որ նա որպես ծովահեն իր գանձին գտնում է ծովում ու այնտեղ էլ կորցնում։ Այս ֆիլմում ցուցադրված է նաեւ հանուն հոր անձնազոհության գնալու շատ գեղեցիկ պատմություն Հենրի Թերների եւ Կարինա Սմիթի կողմից։ Նրանք երկուսն էլ հանուն իրենց հայրերի գնում են աշխարհի ծայրը, որպեսզի գտնեն Պոսեյդոնի եռաժանին ու ազատագրեն իրենց հայրերին։ Իսկ կապիտան Ջեքը վերջնական հաղթանակ է տանում Սալազարի նկատմամբ, քանի որ նա ճիշտ է։ Սալազարն ասում էր, որ Ջեքն է պատճառն իրենց այդպիսին լինելու, սակայն իրականությունն այն էր, որ նա պարզապես կատարել էր իր պարտքը որպես նորանշանակ կապիտան ու փրկել իր անձնակազմին։ Որքան էլ կապիտան Սալազարը լավ նպատակներ է ունեցել սկզբում, սակայն վրեժի ծարավը կուրացրել է նրան ու նա, ինչպես տեսնում ենք ֆիլմում, կորցրել էր մարդկությունը։ Անգամ արդեն խորտակվող եւ օգնության կարիք ունեցող ծովահեններին է սպանելու հրաման տալիս։ Ու ոչ թե Ջեկի ծովահենական շրջադարձն է լինում նրա պարտության պատճառը, այլ հենց իր ներսի չարությունը։ Կարիբյանի ծովահենները մեզ հիշեցնում են, որ ծովը միայն արկածների վայր չէ։ Այն խորհրդանշում է ազատություն, անորոշություն եւ ցույց տալիս մարդկային ընտրությունների գինը։ Յուրաքանչյուր ֆիլմ իր հերթին բացահայտում է մի մեծ գաղափար՝ ագահության հետևանքները, սիրո ուժն ու կորուստը, մահկանացու լինելու արժեքը, հավերժության փնտրտուքն ու իրական գանձի իմաստը։ Կապիտան Ջեք Ճնճղուկն այս պատմության սիրտն է։ Նա միշտ ընտրում է ազատությունը, նույնիսկ երբ դրա գինը վտանգն է։ Նրա կերպարը մեզ հիշեցնում է, որ իրական հաղթանակը ոչ թե գանձերի կամ անմահության մեջ է, այլ այն հիշողության, որ թողնում ես մարդկանց սրտերում։ Գավաթները, ջուրն ու արցունքը մոտդ էին։ Կարող է իր ախր հավերժ ապրել։ Իսկ ով ասաց, թե հավերժ չեմ ապրելու։ Որպես կյանքի աղբյուրի հայտնագործող։ Կարծում եմ սցենարիստներն ընտրել են ֆանտազիայի ժանրը, որպեսզի հրաժարվեն ծովահեններին պարզապես ավազակներ ներկայացնելուց։ Նրանք ցանկացել են ռոմանտիզացնել նրանց պատմությունները, եւ դա մեծ հնարավորություն է տվել այս պատմությանը գրավիչ էֆեկտ հաղորդելու։ Այդ պատճառով էլ ծովահենները ֆիլմում դառնում են ոչ թե ուղղակի ավազակներ, այլ մեծ գաղափարների համար նավարկող կերպարներ։ Այսպիսով Կարիբյանի ծովահենները ոչ միայն արկածային կինո է, այլև փիլիսոփայական նավագնացություն դեպի մարդու հոգու խորքերը։ Դե ինչ, սա ընդհանուր թեորիան էր Կարիբյան ծովի ծովահենների վերաբերյալ, բայց հաջորդիվ մենք անպայման կրկին կանրադառնանք ու այդ ժամանակ մեկ առ մեկ ավելի մանրակրկիտ կուսումնասիրենք ֆիլմերը եւ կճանապարհորդենք մեր թեորիաների օվկիանոսում։ Իսկ դուք կարող եք բաժանորդագրվել կինոոնին, լայքել եւ մեկնաբանել։ Գրեք
թե Կարիբյան ծովահեններից որ ֆիլմն եք ամենաշատը սիրում։ Օրինակ ես 5-րդ մասը։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում։ Անհանգստանալ։ Էլ անմահ չենք մոռացար։ Պիտի մեր անմահ հոգու մասին մտածենք։ Բայց դու կարդալ չգիտես։ Աստվածաշունչ կարդալու փորձն էլ է հաշվում։ Աստվածաշունչ կարդալ ձևացնելն էլ արդեն սուտ է։ Անարգալից նշան է, գիտես ում հանդեպ։ Դես է։ Մեր նավը։